Ուրեմն մեր սահմանած տարական մատրիցները, որոնք համապատասխանում են տարական ձևափոխություններին, բազմաթիվ կիրառություններ ունեն։ Հələ եկեք տեսեք, սկսենք կամաց ավելի մանրամասն նրանց ուսումնասիրել։ Տեսեք, ենթադրենք մենք ունենք ինչ-որ մի հատ մատրից A եւ իրան տարական ձևափոխություններով բերել ենք մատրից B-ին։ Նման իրավիճակներ շատ ենք, չէ՞ մենք մինչև հիմա ունեցել։ Օրինակ, մատրիցը բերել ենք աստիճանաձև տեսքի, որ Գաուսի մեթոդով լուծենք։ Հետո էլ ինչ տեսքի ենք բերել։ Բերված աստիճանաձև տեսքի ենք բերել RF-ին։ Հետո բերել ենք աստիճանաձև տեսքի, որ ռանգը հաշվենք եւ այլ եւ այլ։ Հիմա ասենք կարող է պատահի աստիճանաձև տեսքի բերուց մի 20 հատ տարական ձևափոխություն ենք արել։ Այդ տարական ձևափոխություններից յուրաքանչյուրը չի համապատասխանում մի հատ տարական մատրիցի։ Նշանակենք այդ մատրիցները Y1 եւ այլն T-ով։ 20 հատ ենք արել 20։ Եվ ամեն անգամ, տեսեք, A-ի հետ, եթե մենք կիրառել էինք առաջի տարական ձևափոխությունը, կարող ենք դա այդ նոր մատրիցը փոխարինենք Y1A արտադրյալով։ Հետո դրա հետ կիրառել էինք Y2 սին համապատասխան տարական ձևափոխությունը։ Էդ էլ նշանակենք սենց։ Ստացվում է այդ T հատ տարական ձևափոխությունների կիրառումը կարելի է փոխարինել իրան ձախից այս Y1, 2, YT մատրիցներով բազմապատկելով։ Այսինքն ինչ ենք ստանում։ Ստացվում է, որ ինչա իրանից ներկայացնում այս YT եւ այլ Y1 եւ A մատրիցը։ Սա դառնում է ինչը։ Ռո էշելոն էինք բերում այդ սաղ գործողություններից հետո։ Դե օրինակ, բայց ես այդտեղ ասել եմ այս նմուշը սկսելուց ասել եմ ենթադրենք A մատրիցից երել գնացել հասել ենք B մատրիցին տարական ձևափոխություններով։ Դուրը B մատրից։ Ստացվի B, ստացվեց A-ը ձախից բացպատկված մի խումբ մատրիցներով, ստացվեց B-ն։ Բայց դուք հիշում եք, չէ՞ որ մատրիցների արտադրյալը ասոցիատիվ գործողություն էր։ Փակագծերը կարելի էր վերադասավորել։ Ստեղից մի հատ առաջի սրամիտ եւ գեղեցիկ բանը, որ նկատում ենք, դա ինչն է, որ մենք կարող ենք փակագծերը ոչ թե այսպես տնենք, ոնց որ այստեղ է ցույց տրված, այլ չէինք կարող փակագծերը ահա այսպես դնել, այս YT-ից Y1-ը բոլորը իրար հետ բազմապատկել, ասենք անուն դնել մի հատ n։ Եվ այս խոսակցությունը դառնում է n անգամ A։ N անգամ A հավասար է B։ Ինչու՞ է սրա գեղեցիկ սրամիտ պահը, որ այս յուրաքանչյուր տարական ձևափոխությունը մատրիցը համապատասխանում մի հատ տարական ձևափոխության։ Այդ բոլոր մատրիցները եթե իրար բազմապատիկ մի հատ n ստանան, այս n-ը այնպիսի մի կախարդական մատրից է, որ այս մատրիցով բազմապատկելը ինքը ոնց որ մի հարվածով միանգամից կատարում է բոլոր տարական ձևափոխությունները միաժամանակ։ Այդպիսի զարմանալի մատրից է։ Հələ եկեք օրինակին նայենք։ Տեսեք, այս համակարգը մենք նախորդ պարագրաֆներում լուծել ենք տարբեր ձևերով, Գաուսի մեթոդով, Գաուս-Ժորդանի մեթոդով եւ այլն։ Ահա այս 6, 4 եւ 7-10 օրինակներում գրած են բոլոր այն տարական ձևափոխություններով, որոնցով սրա ընդլայնված մատրիցը բերվում է բերված աստիճանաձև տեսքի 7 հատ, եթե ճիշտ եմ հիշում, այո, 7 հատ տարական ձևափոխություններ են արվում։ Ստեղ այդ ձևափոխությունները բնականաբար նորից չի գրած, դուք թերթեք խնդրում համապատասխան էջերը նայեք, այս աստեղ հերթով գրած են n տարական ձևափոխությունները, որոնք կատարվել են մեր մատրիցը բերված աստիճանաձև տեսքի բերելու համար։ Հիշում եք, չէ՞, սա որ դեպքն էր, բերված աստիճանաձև տեսքի էր գալիս, հետո քանի որ ինքը ազատ փոփոխական չուներ, արմատները
գրված էին ելնում վերջի սյունում պարզապես։ Հիմա տեսնենք ստեղ ինչ մեթոդ կա, ինչ տրյուկ կարելի անել։ Յուրաքանչյուր տարական ձևափոխություն փոխարինվում է մի հատ տարական մատրիցով։ Օրինակ տեսնում եք, սա փոխարինվել է սրանով, ոնց վերցրել է միավոր մատրիցը, միավոր մատրիցի մեջ այս մեկը ցատկել է ստեղ, որտեղ այս մեկն էլ ցատկել է այնտեղ։ Սա խնդրում եմ ինքնուրույն բոլոր այս կետերը ստուգ հստակ կնայեք, այս որ տարական մատրիցը ոնց է ստացվել։ Ստացվել են 7 հատ տարական մատրիցներ, որոնց անվանել ենք E1, E2, E3 եւ այլ E7։ Այդ E1-ից այդ E7-ը որ բռնենք երարով բազմապատկենք, սա եթե ձախից բազմապատկենք մեր ընդլայնված մատրիցով, պետք է ստացվեր վերված աստիճանային ձև տեսքը։ Մի հատ էլ որպեսզի էլ ավելի այդ կախարդական մատրիցը ստանանք, մի հատ n-ով ենք նշանակում այս արտադրյալը, իրարով բազմապատկում ենք, այ այս է ստացվում։ Հիմա եթե ես բերեմ այստեղ գրեմ ընդլայնված մատրիցը, ստեղ էլ գրեմ n-ը, մի հատիկ այս n-ը, որ բազմապատկեմ այս ընդլայնված մատրիցով, արդյունքը նույնը կլինի, ինչ որ մեր ամբողջ Գաուս-Ջորդանի մեթոդը։ Ամբողջ Գաուս-Ջորդանի մեթոդը գալիս փոխարինվում է մի հատ մատրիցով։ Սա բազմապատկվում է սրանով, ստացվում է այս տեսքը, իսկապես սա վերված աստիճանաձև տեսքի է։ Մեր բարեբախտաբար այս օրինակում ոչ մի ազատ փոփոխական չկա, ուրեմն այս համակարգի լուծումը որն է։ Երեք, մեկ, այո, սա է։ Այսինքն համակարգը լուծելը դառավ մի հատիկ մատրիցով իրան բազմապատկել։ Նայեք, հələ այստեղ մտնենք այս 7-10 օրինակում ուրա։ Այս է 7-10 օրինակում, աստիճանաձև տեսքից սկսել ենք, եկել ենք, ես ենք հասել ենք բերված աստիճանաձև տեսքին, տեսնում եք, այս է բերված աստիճանաձև տեսքը։ Ստեղ էլ ասել ենք, վայ ինչ լավ է, բաներ չկան, ազատ փոփոխականներ չկան, որ աճմաս տանենք, ուրեմն x1-ը հավասար է սրան, x2-ը սրան, x3-ն էլ էս երկուսին, ուրեմն մեր լուծումն այս սա է։ Հաստատ լուծումը գրած էր վերջի սյունում։ Իսկ այս մեր նոր վերջի փոփոխություններից հետո մենք այս ամբողջ խոսակցությունը փոխարինեցինք մի հատիկ մատրիցով բազմապատկելով։ Արդեն իսկ հետաքրքիր է, չէ՞ դառնում։ Ընդ որում, այս մեր նոր վարված գործը կարող էր սենց գրվեր n անգամ ընդլայնված մատրիցը հավասար է ընդլայնված մատրիցի RRF-ին։ Այս n մատրիցը էլի եթե գեների հետ համեմատենք, իր հետ կրում է ոչ թե մի հատ գեն, մի հատ տարական ձևափոխություն, այլ 7 հատ գեն, ինչ որ տարբեր ամեն մեկը մի հատկություն է, մեկը ասում է մարդու աչքերը, չգիտեմ, շագանակագույն լինի, մեկը ասում է, չգիտեմ, բարձրահասակ լինի եւ այլ, արդյունքում այս բոլոր գեները գալիս բազմապատկում են այս ընդլայնված մատրիցին, ստացվում է վերված աստիճանաձև մատրից։ Իսկ ավելի ընդհանուր դեպքում պարտադիր չի այս մեր ամատրիցը անպայման լիներ ինչ որ չեմ անում ինչ համակարգի ընդլայնված մատրից։ Նա կարող է կամայական մատրից լինել, չէ՞, այսպես։ Այս մատրիցը ձախից բացպատկում է E1 յետեյով, ստացվում է սենց։ Այս է կարևոր բանաձևը, ուրեմն ան կարելի է ձախից բացպատկել E1 յետեյով, այնպես որ ստացվի RRF ան։ Այսքանից խնդրեմ ինչ հարց կա։ Լավ, հիմա այս սրա հաջորդ քայլը, որ մենք պետք է անենք, նկատենք հետևյալը։ Հիշում եք անցած պարագրաֆում մենք անցանք հակադարձելի մատրիցները, չէ, ամատրիցը հակադարձելի էր, երբ որ նրա համար ինչ որ մի հատ -1 մատրից կար, որ անգամ -1-ն էլ եթե վերցնեինք, -1 անել վերցնեինք, միշտ ստանալու էինք միավոր մատրիցը։ Եթե 5 կողմ դնելով այս սահմանումը, քանի որ դուք
խմբերի տեսության տարերը անցել եք, նախորդ սեմեստր սա ուղղակի հակադարձելի տարրի, խմբում հակադարձելի տարրի կամ օղակում հակադարձելի տարրի հասկացության ոնց որ թարգմանությունն է այս դեպքում։ Հիմա նկատենք մի հատ sense ինդիվիդուալ փաստ, որ այս մեր բաներից տարական մատրիցներից յուրաքանչյուրը հակադարձելի է։ Առանձնապես այդտեղ ապացուցելու բան չկա։ Եկեք հələ հատիկ գրենք այս 3 հատից մարդա մի հատ տիպ ու տեսնենք ինչի հակադարձելի։ Ընդ որում այդտեղ լավ, հələ գրենք մի հետաքրքիր դիտողություն կա, հետո կասեմ։ Օրինակ, եթե առաջի տիպի հակադարձելի մատրից վերցնենք, իր հակադարձը ով է։ Ինքը։ Հենց ինքը, որտեղ հələ շարժարվելու բան չկա, դնենք հələ սրանք իրարով բաց պատկենք, ստացվի միավոր մատրից։ Ընդ որում այս նույն փաստը եւս մի ձևով կարելի է մեկնաբանել, որտեղ ինչի է սրա հակադարձը սա, որտեղ եթե սա բաց պատկենք հենց ինքը իր հետ, այս -1-ը չլներ, ինչ կստացվեր։ Չէ որ սա որ մատրիցի հետ որ բաց պատկում էինք, իր հետ R2 R3 ներ լինում, R2 R3։ Դե եթե R2 R3 անենք այս մատրիցի հետ, այս մեկը կգա ստեղ, այստեղ կվերանա, այս մեկը կգա ստեղ, սա կվերանա, կմնա միավոր մատրից, այսինքն այս կանոնը կկատարվի։ Հաջորդը, ինչ կասեք երկրորդ տիպի մատրիցի հակադարձի մասին։ Եթե այստեղ C-ը գրած, երրորդ տողի հակադարձ։ Այստեղ շատ շարժարվելու բան չկա, բռնեք բազմապատկեք իրար։ Կամ էլ կարող եթե չեք ուզում բազմապատկեք, ասեք, չէ որ սա մի մատրից է, որը ում բազմապատկում էինք, ինքը երրորդ տողը բազմապատկում էր 5-ով։ Դե այստեղ որ 1/5 է, 1/5-ը որ բազմապատկի 5-ով, կմնա 1։ Եվ երրորդը, այստեղ եթե այս մատրիցն է, հեշտ է ստուգել, դնենք ստուգենք, որ եթե այստեղ մեր մատրիցը սենց էր, C կար, այդ հակադարձը նման նույնն է, պարզապես -C։ Այստեղ կրկին խնդրում եմ շատ ուշադիր լինել, ուսանողները շփոթվում են այս 3 հասկացությունների մեջ, մի քանի օրինակներ ձեռքով արեք ամեն մեկից, մինչև սովորեք արագ տարբերել։ Ոնց որ ասած, ձեր ձեռքը պիտի սովորի տարբերել այդ հակադարձ մատրիցը առանց ինքնուրույն, ավտոմատիզացված պետք է լինի։ Սա այն դեպքն է, երբ որ մարդը սկսում է մտածել, հա մի րոպե, սա երկրորդ տիպի էր, ուրեմն իր հակադարձը կլինի, ինչը կլինի, այդ սկսում է դատել, արդեն իսկ վատ է, որտեղ սա այդ ավտոմատիզացված գիտելիքների շարքին է պատկանում։ Եղավ, շփոթվում են հաճախ ուսանողները ինչի վրա։ Այստեղ նայեք, ստեղ էլ C կա, 5 կա, ստեղ էլ 3 կա, սա էլ կարող է 5 լներ, չէ, բայց այդ այս 3-ը 5 դարձնեմ, այս մատրիցն ու այս մատրիցը այնուամենայնիվ էապես տարբեր մատրիցներ են։ Սա առաջի տիպ, սա երկրորդ տիպի է, սա երրորդ տիպի է։ Եղավ։ Հետո նաև շփոթվում են հետևյալ բանի վրա։ Այս մատրիցի մասին ինչ կասեք։ Սա տարրական մատրից է արդյոք։ Հա, առաջին ու երրորդ տողերը այդ տեղափոխածուն է։ Ապրեք, նշանակում է ուշադիր եք հետևել այս ամեն ինչին, որտեղ ոմանք ասում են չէ։ Ոմանք այս ինչու չէ, որով սպասում են, որ այ գիտեն, որ այս ասեն 01 10 1-ը այսա գիտեն, որ տարական մատրից է, որտեղ այսպես մի փոքրիկ վանդակ կա ստեղ, որը ասում է, որ R1-ը դիրքափոխված է R2-ի հետ։
Բայց ստեղ այդ վանդակը չի երևում այդքան հստակ։ Իրականում կա այդ վանդակը այս սա է։ Մեկը դրա մեջտեղն է անգած։ Դա համար շփոթություններ առաջացնում, ոնց որ շատ լավ կկրկնեք այս ամեն ինչը։